Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է հուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ, միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սաֆարյան, սովորաբար ամենայն դեպս ես ինչ հիշում եմ ներհայաստանյան քաղաքական կյանքը, ամանորից եւ Սուրբ Ծննդից հետո այսպես շատ ալարկոտ ընթացքով էր քաղաքական կյանքը վերադառնում ի շրջանս յուր, այս անգամ մի քիչ բացառիկ իրավիճակ ստեղծվեց, որտեղ հենց Սուրբ Ծննդյան տոնը օրը դարձավ այն մեկնակետը, որով կարելի ասել, որ տրվեց իրական նախընտրական քարոզչության մեկնարկը։ Շնորհակալություն նախ հյուրընկալելու համար, ես ուզում եմ մեր ռադիոլսողներին շնորհավորել անցած տոների եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ, ես մի փոքր այլ բնորոշում կտայի տեղի ունեցողին։ Իհարկե, որը բացարձակապես հակասության մեջ չէ ձեր ձևակերպման հետ, ես կարծում եմ անցած տարեվերջին պաուզա էր տրված, կոնկրետ քանի որ ակնարկում ենք ուրեմն 3 տեղի ունեցած ուխտերթը եւ նաեւ դրան նախորդած եպիսկոպոսների թեմական առաջնորդների այդ ուրեմն 10 անձանց եւ նաեւ վարչապետի սորագրած փաստաթուղթը բարենորոգումների մեկնարկի մասին, ես կարծում եմ տարեվերջին այդ գործընթացը պաուզայի ռեժիմի մեջ մտավ այն պատճառով, որ կաթողիկոսին տրված էր ժամանակ կայացնելու իր որոշումը։ Բայց ակնհայտորեն ամանորյա ուղերձը ուրեմն Կատրին Ներսյանի ցույց տվեց, որ նա համենայն դեպս կայացրել է իր որոշումը եւ այդ որոշումը ամենևին հեռանալու մասին չէ։ Հետևաբար, որպես գործընթացի շարունակություն, ես կարծում եմ մենք այլ հանգրվանք ունենայինք, եթե այդ տրված ժամկետում նա կայացներ այլ որոշում, ասենք օրինակ հեռանալու որոշում, որի պահանջը հիշում եք ներկայացվել էր տարեվերջին, երբ Մայրաթոռում տեղի ունեցած Սուրբ Պատարագի ժամանակ նաև հանձնվեց ըստ էության եկեղեցականների եպիսկոպոսների դիմումը մուտք արվեց, որով պահանջ է ներկայացվում հեռանալ կաթողիկոսից։ Քանի որ դա տեղի չունեցավ, բնականաբար եւ իշխանությունը եւ նաեւ եկեղեցու ներսում եպիսկոպոսած խավի այդ հատվածը ուներ մեկ ելք շարունակել process-ը, որը եւ տեղի ունեցավ։ Բայց ամենևին չի նշանակում, թե այս ամենը ազդված չէ նախընտրական գործընթացներից եւ սա ոչ թե նախընտրական գործընթացների մեկնարկներ, իրականում այդ գործընթացները ավելի վաղ են մեկնարկել հանուն արդարության։ Դեռ անցած տարեվերջին նկատելի Դրա համար ես ասում եմ իրական նախընտրական։ Սա կերպան խնդիր է, բայց ես ասում եմ, սա ուղղակի անավարտ մնացած խնդրի շարունակություն էր, որտեղ այն հանգրվանը, որտեղ սպասում էր, որ կաթողիկոսը որոշում կկայացվի, կայացվեց ոչ ամենևին սպասված որոշումը, որին պիտի հաջորդեին գործընթացը։ Հիմա դա կլիներ հունվարի 6-ին, թե կլիներ դա հունվարի 13-ին, իրական չի։ Այս գործընթացը իր շարունակություն ունենալու էր, որովհետև հասել է միտեղ, որտեղ եկեղեցու ներսում երկպարակված վիճակ է եւ դիմում է մուտք արվել Մայրաթոռի քարտուղարություն, որտեղ եկեղեցականները շատ լուրջ մեղադրանքներ են ներկայացրել կաթողիկոսին եկեղեցու առաքելության ձախողման, եկեղեցու առաքելության իրականացման ընթացքում իրենց որոշումների վրա ազդեցության եւ այլնի հայտնի է բոլորին այդ մեղադրանքները եւ ես կարծում եմ, որ առաջիկա շրջանում այս խնդիրը կհանգուցալուծվի եւ նաեւ թերևս նախընտրական արշավը ավելի, այսպես ասած, քիչ եկեղեցական երանգներ կունենա։ Տեսեք, դուք ասում եք, որ Գարեգին II իր ուղերձով ցույց տվեց, որ հետդարձի կամ հետ գնալու ոչ մի տարբերակ իրենք չեն դիտարկում։ Նույնը ըստ էության
երևում է թե իշխանությունների եւ թե ձեր ասած 10 եպիսկոպոսած դասի 10 ներկայացուցիչների գործողություններից երկուսն էլ գնալու են մինչև վերջ։ Այդ մինչև վերջը դուք ասում եք, որ առաջիկայում երևի կհանգուցալուծվի ինչպես։ Նայեք, ես առիթ ունեցել եմ այս խնդրի մասին խոսելու դեռևս ամիսներ առաջ եւ այդ մասով նույնիսկ տավալուն գրառում էի կատարել իրականում որքան էլ շատերը սպասում էին, որ վարչապետը կամ մյուս թևը, հա, անվանենք ընդվզող թևը կգնան հարցակման եկեղեցու վրա եւ այլն, ես դա երբևէ չեմ սպասել։ Այս ամբողջը ինձ ավելի շատ հիշեցնում է 2018 թվականի հեղափոխության վիճակը, որտեղ ուղղակի ներքին կոնֆլիկտի կողմերից մեկը տվյալ պարագայում դեռևս ոչ վարչապետ պարոն Փաշինյանը եւ իր թիմը ապացուցեցին, թե իրական իշխանությունը ում ձեռքում է գտնվում։ Հիշում եք փողոցների բացելու, փակելու ժամացույցի ճշգրտությամբ փաստացի ըստ էության հեղափոխության թիմը ապացուցում էր, որ իշխանությունը եւ հասարակության վրա արկա է իր իշխանությունը եւ ճիշտ հակառակը այն ժամանակվա նախկին իշխանությունները որոշումներ չէին կարող կայացնել։ Հիմա էլ տեսանելիորեն երեկվա ուխտերթը դրա դրսևորումներ ըստ էության եւ իր մարդաշատության եւ նաեւ իր ուրեմն դրսևորումներով։ Այսինքն ապացույց է դառնում նրա, որ ըստ էության եկեղեցին ոչ թե գարեգին բն է, կաթողիկոսն է, այլ եկեղեցին նրանք են, ովքեր հետևորդներն են, եկեղեցական ծառայություն մատուցող եպիսկոպոսներն են, եւ սրանից բացի ավելին ուրիշ բան կա, ըստ էության ստորագրվել է մի փաստաթուղթ, որով ձևավորվել է խորհուրդ, հա, որը սկսելու է ուրեմն բարենորոգման օրակարգի կյանքի կոչումը։ Ես կարծում եմ շուտով մենք ականատես կլինենք այդ մարմնի ուրեմն գործունեությանը, որտեղ կընդունվեն որոշումներ եկեղեցու առաքելության վերասահմանման, դերի վերասահմանման, եկեղեցում նոր ընտրություններ նշանակելու միգուցե հոգևոր առաջնորդի շատ ցավալի իրավիճակ է ստեղծվելու Գարեգին Բ-ի համար, բայց նա այնքան է խորացել ցավոք սրտի իր կարծր գծի մեջ, որ բաց թողեց բազմաթիվ հնարավորություններ, որտեղ ինքը կարող էր այդ ետքայլը եւ կատարվեր ամանորյա իր ուղերձում ինքը խոսում էր տեսեք իրեն դրթում են նաեւ այլ քայլերի, որովհետեւ եթե ինքը կարգալույց հայտարարի շարակի կարգալույց անել եկեղեցու բոլոր ընդվզողներին, ապա դա ավելի է խորացնելու եկեղեցու ներսում ճգնաժամը։ Սա իր այսպես ասած հաղթական լուծումներից մեկն է, որ ամենևին իր համար հաղթանակ չի երաշխավորում։ Բայց նաև վերամիավորման ճանապարհ չկա, որովհետև այս մի թևը բառացիորեն սահմանել է օրակարգում դրել է պահանջ եւ այդ օրակարգը շուտով կհամալրվի եկեղեցուն վերաբերվող այլ որոշումներով իմ պատկերացմամբ, իմ կանխատեսմամբ, հետեւաբար միաբանություն տեղի չի ունենալու, որովհետեւ անդառնալիության կետը արդեն հատել են զարգացումները։ Իսկ այն լուծումները, որոնք մնացել են Գարեգին Բ-ի համար, ամենևին դրանք իր համար հաղթական լուծումներ չեն, այսինքն իր համար վատագույն լուծումը, այսպես անվանենք, վատագույն սցենարը դա կարգալույց անել ուղակի եւ եկեղեցուց դուրս դնել ընդվզողներին, որը ավելի է խորացնելու ճգնաժամը եւ լավագույն լուծման դեպքում էլ ցավոք սրտի չի պատկերանում, որ այս թևը կարող է ուղակի ետ կանգնել իր առաջադրած պահանջներից, ետ կանգնել այն մեղադրանքներից եւ ասել, որ գիտեք
մի կողմ ենք թողնում այդ մեղադրանքները եւ հիմա շարժվում ենք առաջ, այդպես էլ չի կարող լինել, այսինքն եկեղեցին հասել է ըստեյության այն վիճակին, որտեղ ուղղակի հանգուցալուծումը անհրաժեշտություն է, պարտադիր է, հրամայական է։ Բարեկամները կընդհատում են, բայց գիտեք, ես հիմա ձեզ լսում եմ այնպեսի տպավորություն է, որ մենք ներհայաստանյան ինչ որ գործընթացների մասին ենք խոսում այն դեպքում, երբ հայ առաքելական եկեղեցին համազգային կառույց է։ Իսկ ես այս ամենի մեջ եւ այդ 10-ի մեջ եւ այն 13-ի մեջ, որոնք այն մի թևն են ներկայացնում, ես Սփյուռքը չեմ տեսնում։ Սփյուռքը չկա այս կառույցում։ Դե կարծեք թե այդ process-ն էլ է սկսվել Շվեյցարիայի թեմի առաջնորդի միանալը ըստ էության նաեւ այդ պայմանավորված էր ոչ միայն արձագանքով, ընդհանրապես այնտեղ շատ այլ թեմեր էլ կան, որոնք այս ընթացքում շատ ակտիվ են եղել։ Ես կարծում եմ Շվեյցարիայի թեմը միակը չի լինելու, որ միանա այս ամենին, եւ թերևս այո, որպես համազգային կառույց, որի ազդեցությունը տարածվում է նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, այդ բարենորոգման աշխատանքներում կներառվեն նաեւ Սփյուռքի այն թեմերի ներկայացուցիչները, Սփյուռքի այն շրջանակները, ովքեր կցանկանան միանալ այդ օրակարգին, ես կարծում եմ, որ այդպիսի միացողներ կլինեն։ Այս գործընթացներում իշխանության անկալումները, պատկերացումները հասկանալի են, մասին արդեն բարձրաձայն են կանացվել, որ հավելել կրկնելու կարիք չկա, ես ուզում եմ հասկանալ ընդդիմության դիրքավորումը, որովհետև այնպիսի տպավորություն է, որ հայաստանյան ընդդիմությունը ամենայն դեպս դրա երևացող մասը, որի իր մասին անընդհատ հիշեցնում է, այդ հատվածը այսպես դիրքավորվել են դասական բանի մեջ, կերպարի մեջ, այ սրանց կհեռացնենք, հետո կերևա ինչա լինելու, իսկ հետո լավ է լինելու։ Դա չի աշխատել երբեք Հայաստանում, գիտենք։ Բայց այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունը ինչ-որ ռեակցիոնիստական ինչ-որ խմբակի է վերածվել, ես դա որպես վիրավորանք չեմ ասում խմբակը, որը ընդհանրապես արձագանքում է իշխանության գործողություններին, այսինքն իշխանությունը ունի հստակ ծրագիր, մենք դա տեսնում ենք, մենք դրա մասին բազմաթիվ անգամ խոսել ենք, ընդ որում խոսել են նաև ընդդիմության ներկայացուցիչները, որ այդտեղ հստակ ծրագիր է աշխատում։ Այս կողմից կա ծրագրի տոտալ բացակայություն։ Դա ինչից է, որովհետև ընդդիմությունը իրեն սպառել է, ընդդիմությունը, որովհետև ուղակի ձև է անում, թե ինքը պայքարի մեջ է որոշակի շահ ունենալու համար, դա կլինի ֆինանսական շահի տեսքով, թե կլինի վաղը մեսօր ընտրություններում ստացած մի քանի հազար ավել քվեի տեսքով, ինչ է անում ընդդիմությունը։ Ընդդիմությունը տոտալ առումով ջախջախված է, խոսքը վերաբերվում է մեծ հայտնի ընդդիմության խմբակներին, որոնք մի քանի փորձեր կատարեցին եւ եթե նրանք, տեսեք, նրանց ձախողման լավագույն վկայությունը այն էր, որ ընդդիմադիր շարժումներին փոխարինեց եկեղեցական առաջնորդությամբ ընդդիմադիր շարժում։ Ըստ էության սրբազան պայքարը հենց տապանակարն էր ընդդիմադիր շարժումների, բոլոր շարժումների։ Եվ չմոռանանք, որ այդ շարժումը ծնվեց այն բանից հետո, որ մի կողմից Ռոբերտ Քոչյանը եւ նրա հարողանձին արձանագրեցին տոտալ ձախողումները եւ նաեւ հայտարարեցին, որ լավ կլինի, որպեսի այն առաջնորդվի որևէ սրբազանի եկեղեցականի կողմից։ Հիմա դուք ասում եք ինչ են անում այս օրերին նրանք ուղղակի ցայտնոտի մեջ են եւ մի կողմից Գարեգին Բն դարձել է նրանց զոհը, որովհետև ըստ էության զոհասեղանին բարձրացրել են իրենք եւ ինչ որ չափով պարտավորություն ունեն մինչեւ վերջ պաշտպանելու նրան, կանգնել նրա կողքը, դրա համար ասենք դրա համար Լևոն Քոչյանն է այնտեղ, դրա համար Արտուր Վանեցյանն է այնտեղ, մյուսներն են այնտեղ եւ այլն։ Մյուս կողմից էլ շատերի համար այո, նախընտրական դիրքավորման խնդիր է, ուղղակի եւս մեկ խնդիր բռնել, հակադրվելու իշխանությանը եւ որոշակի կրեդիտներ ստանալ այս պայքարում, բայց տոտալ առումով ես կրկնում եմ, ընդդիմությունն էլ հայտնվել է այնպես մի վիճակում, որ մի կողմից իրենք հասկանում են, որ եթե իրենք ուղղակիորեն կպնում են կաթողիկոսին, իրենք խորտակում են կաթողիկոսին որպես արդեն իսկ խորտակված նավ, բայց չպաշտպանել չեն կարող, որովհետև ինչպես ասացի, խաղը իրենցն է եւ դերակատարումը իրենցն է, մի քիչ պայմանական եմ ասում իրենցը, որովհետև այս խաղը ամենևին Հայաստանում գծագրված խաղ չէ, Հայաստանից դուրս գծագրված խաղ է,
ամենամեծ ողբերգությունը դա է, հասկանում եք, եթե ես օրինակ եւ նաեւ իմ նման շատերը իմանային, որ այս խաղի սցենարիստները իրականում Հայաստանի ներսում են, այս ամբողջ process-ի ռեժիսուրան այստեղ է կատարվել, մեր դիրքորոշումն էլ այլ կերպ կլիներ, բայց բոլորիս է ակնհայտ, որ եկեղեցին դարձվել է հիբրիդային պատերազմի մաս ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ բարձրաձայնվի թե չբարձրաձայնվի այս խնդիրը այնուամենայնիվ սա շատ ավելի մեծ այսբերգի ուղղակի երևացող փոքրիկ մասն է, որտեղ մենք ուղղակի քննարկում ենք ներքաղաքական ինչ-որ մոտիվացիաներ, դիրքավորումներ, բայց խաղը շատ ավելի խոշոր է, շատ ավելի տապալված է, որովհետև եւ արտաքին ռեժիսորները չեն կարող ուղղակիորեն միջամտել, որովհետև այլ երկրի ներքին գործերի միջամտության սահման են հատում եւ չեն կարող ուղղակի բաց աջակցություն հայտնել դրան, արտահայտվում են լավագույն դեպքում մտահոգություններ Մարիա Զախարովայի եւ այլոց շուրթերով, բայց նաեւ նրանց գործիքակազմն է Հայաստանում տապալված, որովհետև նրանք ինչպես ասացի, տապալվեցին այն ժամանակ, երբ ուղղակի բոլորը ընդունեցին, որ իրենք ի վիճակի չեն առաջնորդելու ընդդիմադիր շարժում եւ դրա առաջնորդ պետք է լինի եկեղեցին։ Հիմա գիտեք, եկեղեցուն ներսում էլ հարաբերությունները շատ բարդ են։ Ես ուզում եմ սրա մասին էլ խոսենք, որովհետեւ այնպես չի եղել, որ եւ սրա մասին նաեւ էլի արտահայտվել եմ դեռևս սրբազան շարժման ներսում, որովհետև եկեղեցու ներսում էլ որոշ խմբի պայմանականորեն օրինակ ենթադրենք Արշակ Սրբազանի դիվանապետի ուրեմն խմբի համար դա նաև իր մրցակիցներից, ներքին մրցակիցներից ազատվելու քայլ էր, ասենք, դա ավելի ակտիվ Վազգեն Բագրատ Գալստանյաններ, Միքայել Աջապահյաններ, բոլորն էլ հասկանում էին այն ժամանակ, որ կաթողիկոսը մի օր հեռանալու է, ինչ որ եւ եկեղեցու ներսում էլ հոգեոր դաս ներսում էլ կա իշխանության համար դե միշտ է պայքար։ Պարոն Սաֆարյան, բայց կներեք էլի հիմա էլի չընդհատելով ուղղակի դուք ասացիք, որ այն ինչ որ կատարվում է Հայաստանում, համենայն դեպս պես ասեմ, հա, պայմանական այս կողմից, հա, դա դրսում գրված սցենար է, ռեժիսորները դրսում են եւ այլն, բայց եկեք նաեւ հանուն արդարության պիտի նշենք, որ այս մի կողմը իշխանություններին եւ իշխանության համակիրներին, այդ թվում նաեւ ձեզ, մեղադրում է ճիշտ նույն բանի համար։ Ասում են, որ այս ամենը եկեղեցու դեմ հարձակում է, որ դա ծրագրված է դրսում, որ կան կոնկրետ պատվիրատուներ, մասնավորապես Իլհամ Ալիև եւ մի քիչ ավելի փոքր մասշտաբի եւ ավելի գլոբալ իմաստով Էրդողան եւ այլն, նա միջև Տրամփ հասնում են։ Միջև Տրամփ հասնում են։ Դավադրության տեսությունները։ Դե հիմա։ Նայեք։ Եկեք սկսեմ փորձել հարգանքով վերաբերվել նույնիսկ այդ դավադրապաշտ տեսություններին, որ դրսից է։ Այսինքն ինչ է ստացվում, ուզում են ասեն Իլհամ Ալիևը եւ Փաշազադեն, Էրդողանը, ըստ այլ վարկածների եւ Միկին Էրդողանը, Հռոմի Պապը եւ Միկին ատոմնատեխնիկ անընդմեջ դրթեցին, որպեսզի եկեղեցին հատի սամնադրությամբ իր համար հատկացված դաշտը եւ անդադ մտնի պետական կառավարման մեջ, այդ նույն նշված շրջանակները դրթեցին Բագրատ Գալստանյանին եւ մյուսներին այլ եկեղեցականների ասողիկների Միքայել Աջապահյանի քննարկել ռազմական հեղաշրջման խնդիրներ Հայաստանում, քննարկել Հայաստանի բարձրագույն ղեկավարության սպանության սցենարներ, քննարկել, չէ՞ որ ամեն ինչ պարզ է, ով էլ լինի Նիկոլ Փաշինյանի փոխարեն, միայն այն, որ ԱԾ-ն եւ հատուկ ուրեմն օպերատիվ գործունեություն իրականացնող մարմինները զեկուցել են, որ եկեղեցին քննարկում է քո Արադ Միրզոյանի, չգիտեմ, այլ պաշտոնյաների սպանության սցենարներ, ով կա կթողներ, որպեսի այդ եկեղեցին կամ նրան ներկայացնող կաթողիկոսը կանգնի
քո հետ նույն հարթակում սարդարապատում պետական միջոցառման ժամանակ, կամ նրա ուղերձը նախորդի քո ուղերձին եւ ցույց տաս թե ոչինչ չի եղել, ոչինչ չի պատահել, չեր անի ոչ մի մարդ։ Եկեք վերանանք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որևէ մեկը նրա փոխարեն զեկուցվելով այդ ամենի մասին ուղակի չէր կարող հանդուրժել այս ամեն ինչը, որովհետև այն վերերացրել շատ վտանգավոր։ Ուզում եմ ասել, ինչ ենք ուզում ասել, ուզում ենք ասենք, այս ամեն ինչը Ալիևն է կազմակերպել, որովհետև այս ամեն ինչի մասին մենք գիտենք, մենք տեսել ենք դրա եւ գաղտնալսումների ձայնագրություններ, լսել ենք եւ հայտնաբերված ենք զինամթերք, հիմա անկախ նրանից թե ինչ մանկական հեքիաթներ էին պատճառաբանում, թե ինչի համար էին այդ ամեն ինչը, մենք տեսել ենք դա։ Հիմա առնվազն, եթե այս տեսություններին տուրք ենք տալի, դա կամ պիտի արած լինի Փաշազադեն, կամ պիտի արած լինի Իլհամ Ալիևը, կամ Էրդողանը, կամ Հռոմպապ, բայց այդ մարդիկ, ովքեր այդ տեսությունները առաջարկում են, որ դրսից է այդ ռեժիսուրան, պարտավոր են ապացուցել կամ պարտավոր են առնվազն ցույց տալ, թե ինչպես են նրանք ուղղակի ներթափանցել Բագրատ Սրբազանի կեցավայր, ինչպես են նրա հետ քննարկումներին մասնակցած անձանց դրթել խոսել նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնի այս բոլոր գործողությունները։ Սա հիմարությունա չէ ստացվում։ Դրա համար եմ ասում, փորձեցի հարգանքով վերաբերվել այդ հիմարություններին, իրականում շատ տեսանելի է եղել, ես շատ ցավով եմ ասում սա, քանի անգամ կոչ ենք արել, բայց դե մենք փոքր մարդիկ ենք, մենք ով ենք, որ կաթողիկոսը մեզ լսի, մայրաթորում մեզ կարդան, մեզ լսեն, 1000 անգամ ասել ենք, մի արեք։ Դեռևս Սրբազան շարժման ժամանակ հարցը նա չէր, թե ով է դեմ սահմանագծմանը կամ նրա մեթոդաբանության։ Սահմանագծման մեթոդաբանության նաև դեմ լինողներից մեկը ես եմ եղել եւ պարոն վարչապետը դա անգիր գիտի, որովհետեւ ես չեմ թաքցրել իմ այսպես ասած տարաձայնությունները մեթոդաբանության մասով, ինչու է հյուսիսից սկսվում եւ ոչ հարավից, ինչու է հյուսիսում Տավուշում սկսվում եւ ոչ Սոթխոզնավար հատվածում եւ այլ, այսպիսի տարաձայնություններ ես ունեցել եմ։ Եվ ինձ համար էական չի եղել, թե Սրբազան շարժման ժամանակ այդ սահմանագծման հետ կապված այլով ինչ տարաձայնություն։ Ինձ համար ամենավտանգավորը նա եղել, որ ես տեսել եմ, որ այդ օրակարգը, որը եկեղեցին օրհնել է, ինչպես Բագրատ Գալստանյանն էր ասում, անընդմեջ, եւ դրանից հետո եկեղեցին պարբերաբար նրանց հետ կատարված ցանկացած բանում ուղակի sense թևերը փռում էր գարեգին բն ամեն ինչի վրա։ Ինձ մտահոգում էր, որ եկեղեցին արդեն մտել է անթույլատրելի տիրույթ, որտեղ նա անելիք չունի, որտեղ նա ուղակի գահավիժելու է։ Եվ արդյունքը սա է եղել, ասենք ինչ Հռոմի Պապ, ինչ Փաշազադե, ինչ, տեսեք, ամենասկզբում ասում էին, այս ամեն ինչը սկսվեց նրանից, որովհետև չգիտեմ որտեղ եվրոպական ինչ-որ քաղաքում կաթողիկոսը բարձրացրեց արցախցիների վերադարձի խնդիրը, ուրեմն, կներեք, Սոչիի հայտարարությամբ եւ ոչ միայն Սոչիի հայտարարությամբ 2022 թվականի հոկտեմբերի 20-ի այդ օրը միգուցե վրիպեմ, բայց հոկտեմբեր էր հաստատ Պրահայի հանդիպումից շաբաթներ անց էր։ Այդ հանդիպման ժամանակ ձևավորվել է եռակողմ ֆորմատ Պուտինի կողմից։ Փաշազադե եւ կաթողիկոս։ Հայ, ադրբեջանական, ռուսական։ Բա այդ ֆորմատում Ղարաբաղի հետ կապված 1000 բան տեղի ունեցավ։ Ասենք ինչի կաթողիկոսը Արցախի շրջափակման տասամյա, Արցախում մշակութային հուշարձանների ոչնչացման խնդիրներ չբարձրացրեց։ Ասենք ո՞նց են կապում սրա հետ։ Այն ֆորմատը, որը ստեղծվել էր, որտեղ կաթողիկոսը կար եւ կապ ուներ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունների, Հայաստան-Ադրբեջան խնդիրների, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան խնդիրների, այն ժամանակ եւ Լեռնային Ղարաբաղն էր իր տեղում, դրանց բառացիորեն այդ ֆորմատը, որ ձևավորվել է, եկեղեցական ֆորմատը։ Բացեք եւ կարդացեք, ես դրա մասին 1000 անգամ ասել եմ։ Հիմա ես ոնց հավատամ, որ կամ ինձ ոնց ապացուցեն, որ այս ամեն ինչը սկսվել է նրա համար ու կաթողիկոսը հանկարծ հիշել է մի քանի տարի հետո արցախցիների վերադարձի իրավունքի մասին, որ կաթողիկոսը եղել է այդ ֆորմատում եւ կաթողիկոսը եթե բան ուներ անելու Արցախի հետ կապված, նա պիտի Փաշազադեի հետ նստեր, Կիրիլ պատրիարխ Կիրիլի հետ նստեր եւ այդ խնդիրները այն ժամանակ լուծեր։ Չի արվել այն ժամանակ։ Այդ ժամանակ այդ ֆորմատներով բոլոր ֆորմատներով հանդիպում եղել է։ Ես տեղյակ պահեմ։ Տեղի ունեցել
ունեցել Պուտին ուրեմն Փաշինյան-Ալիև ֆորմատով հանդիպումներ, տեղի ունեցել խորհրդարանականների մակարդակով հանդիպումներ, տեղի ունեցել հետազոտական կենտրոնների մակարդակով, դրան մասնակցել են Օրբելին եւ Հայաստանից լիքը մարդիկ, փորձագիտական Բորիս Նավասարդյան եւ այլն։ Այսինքն Արմինե Մարկան, Էլիանունը այդ բոլոր ֆորմատները աշխատել են, բացի կաթողիկոսի ֆորմատը։ Հիմա եթե կաթողիկոսը այդպես գտնում է, որ ինքը հալածվում է հայ ժողովրդի Արցախ խնդիրների նվիրելու համար, կաթողիկոսը նաև պետք է բացատրի, այդ ինչի հանկարծ 2025 թվականին ինքը հանկարծ հիշեց, որ Արցախի խնդիր կա, իսկ մինչև 25 թիվը չէր հիշում, որ Արցախի խնդիր կա, որ Դադիվանքի խնդիր կա, որ Գանձասարի խնդիր կա, որ մշակութային մեր ժառանգության պղծման խնդիր կա։ Տեսեք, բոլորը ջարդվում են, որովհետև ամեն ինչ հորինվածք է, այդ թվում եւ ձեր հարցին շատ երկար ստացվեց արտաքին ռեժիսորի ճիշտ հակառակը։ Այս ամեն ինչը կապվում է նրա հետ, որ կաթողիկոսի եղբայրը ըստ էության հանցացել է Պակի գործակալ, ինչպես երեք պաշտոնապես երկից ասես դա կեղծիք։ 3 ես տեղյակ չեմ։ Մոսկվայում։ Ով? Մոսկվայում Եզրա Սրբազանը ասաց, որ դա կեղծիք։ Հա, ամիսներանց։ Իսկ ո՞նց ածուն է։ Չէ, մինչև այդ ուղղակի լրագրողները չէին հանդիպել, երեք ածուն ճիշտ հակառակը հաստատել էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն։ Ես զարմացա, որ դուք ասացիք, բաց եմ թողել այդ նորությունը, մտածեցի ածուն։ Չէ։ Ես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է, որ Եզրաս Ներսյանը հավաքագրված է եղել խորհրդային Պակի կողմից։ Եվ այդ հայտարարությանը դիրքորոշման ԱԱԾ-ի չի հետևել մինչև 3, ինչպես դուք եք ամրագրում, որևէ հայտարարություն Եզրաս Ներսյանի։ Հիմա ինչու է որոշել 3 ինքը երկի դա, առավել եւս որ ինքը դրանով հանդերձ արժանացավ Վլադիմիր Պուտինի կողմից Ռուսաստանի մատուցածառայությունների համար մեդալի, դրանից ավելի վաղ այդպիսի պարգևի արժանացել էր Կտրիշ Ներսիսյանը եւ այլն։ Հիմա ճիշտ հակառակը փաստերը խոսում են, թե որ թևի համար է արտաքին ռեժիսորան աշխատում։ Այս թևի դեպքում, եթե ես նույնիսկ համարեմ, որ դա անում են Էրդողանը, Փաշազադեն եւ այլն, ես նույնիսկ եմ կրկնում, անհետեթության դաշտ են դուրս գալ։ Այդ դեպքում ստացվում է, որ նրանք անում են դա նույն ընդդիմադիր թևի եւ կաթողիկոսի միջոցով, բայց մյուս թևի դեպքում ճիշտ այդ նոնսենսը չի առաջանում, ճիշտ հակառակը, բավականին մտահոգիչ հարցեր են առաջադրվում, ինչու է մտցվել եկեղեցին այս դաշտ եւ ընդհանրապես ինչու պիտի եկեղեցին լինի այնպիսի կառույց, որտեղ թեկուզ եւ մեկ անձ, թեկուզ եւ դա լինի կաթողիկոսը, կարողանա ուղղակի միանձնյա պարտադրել արտաքին խաղ ամբողջ եկեղեցու վերնախավին, որովհետեւ եթե նորից վերընթերցում ենք 10 եպիսկոպոսների հայտարարությունը, ոչ միայն այս վերջինը, այլ նաև դրանից վաղ արված հայտարարությունը, երբ հանդիպեցին վարչապետի հետ, այնտեղ ծառագույն մեղադրանքներ էին։ Այդ հենց որոշումների կայացման մեխանիզմի ու դրա վրա իրենց ազդեցության մասին։ Ինչու պիտի հրապարակվեին ձայնագրություններ, որտեղ եկեղեցու, այսպես ասած, եւ կաթողիկոսի արտաքին միջազգային կապերի պատասխանատու հոգևորականը պետք է ուղղակի խոսեր կամ այլ հրապարակված գաղտնալսումներ ի ցույց դնեին, որ կաթողիկոսը բավարարված է զգում, եթե եկեղեցականները քահանաները իրենց ընտանիքներով մասնակցում են հակակառավարական ցույցերի, ասենք այս ամեն ինչն է Փաշազադեն արել, այս ամեն ինչն է Էրդողանն արել, Ալիևն արել, իհարկե ոչ։ Այնպես որ սա անհետեթություն է եւ ես կարծում եմ ուղղակի հայելային, այսպես ասած, պատասխան է ձեր ասած թեզին, որովհետեւ ակնհայտ է, որ արտաքին ռեժիսուրա կա, բայց այդ արտաքին ռեժիսուրան թաքցնելու համար հրապարական նետվում սիմետրիկ դիսկուրս, իբրև թե այս ամենը անում են Էրդողանը, Ալիևը, չգիտեմ Հռոմի Պապը, չգիտեմ Թրամփը եւ այլն։ Բոլորի անմտվեցիք բացի Կիրիլից։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ, միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփա Սաֆարյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։